Տենայ, էդի արդեն խնդիրը քեզանից է, այսինքն պրոբլեմը դու քո մեջ է, քո ներսում է այդ պրոբլեմը։ Դու ինչ է լինի, դու էլի նստելու ես, լացես, տխրես, որտեղ դու այդ ձևի տեսակի մարդ ես։ Ինչ էլ ուզում է լինի աշխարհի ամենալավ մարդը, որ խոսքի sense ձեռքերի մեջ sense կպահի, մոմերը sense կֆռցնի, հանգցնի, բան կանի, դու էլի դժգո կլինես, դու էլի կլացես, կասես էլի եմ ուզում, ու տենց ոչ մի բանի չես հասնի։ Դες տարբեր մարդիկ են լինում։ Ես առաջ անգամ եմ ես այդ մարդ պատասխանում, որ եթե ինքը լավ ընտրություն անում ու էլի նույն ձևի լացում, նշանակում է, որ չէ ախպեր, դա արդեն քեզանից է։ Կան իրոք տենց մարդիկ կան, որ ճիշտ ասեմ առաջ ես էլ եմ տենց եղել։ Ես պահ էի մանգալի, որ նստեի տխրեի։ Ես պահ էի մանգալի, որ նստեի լացեի։ Ես պահ էի մանգալի, որ մի հատ երաժշտություն լսեի, սենց հոգիս այդ երգը կպներ սենց հոգուս մեջ, որ ես սկսեի արդեն տխրել, բայց հանեցի մեջից, հավատացիք, էդի հիվանդություն է։ Հա, հիվանդություն է էդի։ Էդի աշխատեք հանեք ձեր մեջից այդ հիվանդությունը, որովհետև դուք այդ ձևով մենակ ձեր տրամադրությունը, մենակ ձեր օրը չեք փչացնում, դուք փչացնում եք ձեր կողքի մարդկանց տրամադրությունը, ձեր կողքի մարդկանց առօրյան օրն եք փչացնում, ձեր տրամադրությամբ, փոխեք ձեր այդ մտածելակերպը, այդ ձեր, չգիտեմ, այդ ամեն ինչը, որովհետև այդ դրանով դուք շատ երկար առաջ չեք գնա, կլինեք լրիվ միայնակ, ու երբ որ դուք լինեք միայնակ, մենակ, որովհետև եթե դուք սենց լինեք, ապա դուք կմնաք մենակ, ու եթե դուք մենակ լինեք ու այս ձևի լինեք, հավատացեք դուք շատ կկործանվեք, կկոտրվեք ու դուք չեք կարող այդ մենակությունից դուրս գաք, դուք այդքան ուժ չեք ունենա, որ դուրս գաք, մենակ մարդու համար սենց պետք չի, էսի թուլությունն է, մենակ մարդը պետք է լինի ուժեղ, մենակ մարդը պետք է կամքի ուժ ունենա, հա, չեմ ասում մենակ մարդը չի լացում, չեմ ասում մենակ մարդը չի տխրում, բայց ինքը իր մեջ վեշնի ուժ ունի, ներքուց այդ իրա, ոնց են ասում, այդ ներքին ուժը ունի ինքը, ամեն սիտուացիայում ինքը կարա դուրս գա, դրա համար, քեզ ինձնից խորհուրդ, այս քո բնավորությունը փոխի, գտի ինչ-որ մի բան, գիտեմ դժվար է, շատ դժվար է, ես էլ եմ անցել այդ ձևով, ես էլ եմ եղել այդ բնավորության տեր մարդ, ինձ համար շատ դժվար է եղել, բայց ես փորձել եմ, ինչ-որ մարդկանցով հանեմ այդ պրոբլեմի մեջից, ես մարդիկ եմ գտել, ընկերներ եմ գտել, կոլեգաներ եմ գտել, շփվել եմ, TikTok-ով եմ սկսել զբաղվել, դուք ինձի առաջ TikTok-ից առաջ դուք ոչ մեկը չեք ճանաչի, երբ որ սենց տենայիք ինձին, կիմանայիք էսով է այս մարդը, կոտրված, թուլացած, նանանի, բայղուշ, կոմպլեքսավորված, նանանի, բայց չէ, ինձի փոխեց TikTok-ը, որ ճիշտն ասեմ, ինձ փոխեց TikTok-ը, ինձ փոխեց ձեր այդ ուժ տալը, դուք ինձի շատ եք ուժ տվել, ու դրա համար էլ հիմա փորձում եմ ես ձեզի տամ ուժ, ու փորձեմ բոլորիդ հանեմ այդ իրավիճակի մեջից, կգիտեմ գաղա դժվար է, կարա շատ անգամ անհնարին լինի, բայց պետք է փորձենք, ու հուսով եմ, որ մի օր կգաք ու կասեք, որ իմ խորհուրդները ձեզ որոշ չափով մի այսքան օգնել է, հենց որ բոլորիդ պատճիկներ եմ անում, լավ եղեք, ճիշտ է, հիմա փաստորեն հասկացա, որ բացի ընտրությունը, ճիշտ ընտրությունը չի, դու կարաս ճիշտ ընտրություն անես, բայց էլի լինես դժգով, դժբախտ, բայց դե ինչ անենք, էդի կյանքն է, ու մենք ենք կառավարում այդ ամեն ինչը, մենք ենք ընտրում, մենք այսօր հենց հիմա ես ուզեմ կարամ նստեմ ժամերով լացեմ, հենց հիմա ես ուզեմ կարամ ժամերով խնդամ, էդի այստեղ, դու ես անում, դու շարժ ես, այստեղ որ ինչ-որ մի հատ, այս մաշկի տակ ինչ-որ մի բան կա, էդի փորձի սենց շարժել, ու հաստատ կստացվի, պրոստի հիմա ուղեղդ միացրածա տխրության վրա, ուղեղդ միացրածա դժբախտության վրա, անհաջողության վրա, դրա համար էլ առաջ չես ետում, բայց ուղեղից ստիպի, որ միանան են բոլոր գծերը սենց կպնի իրար զամիկանի տամ կամից դզվի, համ ծիծաղես, համ ուրախանաս, համ երջանկանաս, համ տխրես, չգիտեմ գոռաս, ճչաս, ամեն ինչ անես, որովհետև մարդու համար ամեն ինչ էլ պետք է, համ տխուր, համ ուրախ, մի նեղացեք, մի նեղվեք, էս է կյանքը, փորձի,
կյանքին հետ իր ձևով խոսալու վերջ, այսքանը։